Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օրը մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, 3 ամենաթեժ քննարկվող թեման ԿՊԱ-կան պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպն էր, հիշեցնեմ, որ նա ծեծի էր ենթարկվել Աբովյան քաղաքում, հետո պարզվեց պատճառները Եվ շատերը համարեցին ինչ-որտեղ արդար այդ տեղ ունեցածը, թեպետ եւ բռնությանը որևէ պարագայում չի կարելի կողմ լինել։ Ուրեմն 3 առավոտից պայթած սկանդալը, երբ հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին իր տան շքամուտքի մոտ տեսախցիկների արկայությամբ ծեծի են ենթարկել, իշխող թիմի համար տհաճ անակնկալ էր։ Օգոստոսի 2-ի ԱԺ առաջին նիստից առաջ նման քրեական պատմությունը լուրջ հարված է ԿՊ վարկանիշին, ինչի մասին ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում դեռ ոչ պաշտոնապես ասացին ԿՊ վերնախավի վարչության մի քանի անդամներ։ Օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ԿՊ-ում մտադիր են Ավետ Կոնջորյանի վարքը իբրև ԿՊԱ-կան եւ ԱԺ փոխնախագահի տեխնացու Հայկ Կոնջորյանի եղբայր քննարկել կուսակցությունում եւ որոշում կայացնել։ Բանն այն է, որ թեև ծեծվողը Ավետ Կոնջորյանն է, բայց ամենևին նրան չեն համարում տուժող թիմում։ Իսկ մինչ այս ժողովուրդ օրաթերթը ներկայացնում է փաստեր Կոնջորյանների ընտանիքի մասին, որոնք այս տարիներին չեն նկատվել իշխող ուժի, առավել ևս ԿՊ ղեկավար վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից։ Երբ ժողովուրդ օրաթերթի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Կոնջորյանների նրանց շուկայականից էժան արժեքով գնած առանձնատների մասին, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը զայրացավ, թե մակուլատուրան տպել բերել եք, ինչ անենք, հանձնենք իրավապահներին, հանձնվեցին իհարկե դրանք իրավապահներին, սակայն որևէ քայլ չարվեց, ավելին կարճվեց գործը։ Ես հիշեցնեմ, որ այս ընթացքում բազմաթիվ աղմկահարույց պատմություններ են եղել Կոնջորյանների հետ կապված, առանձնատան կամ town house-ի գնման էական էժան գնով, հետո պարզվեց, որ տուն են գնել այն ընկերությունից, որի փոխ տնօրենը եւ ծեծի է ենթարկել իր եղբորը։ Մի խոսքով այս շարունակությունը հոդվածի հետքի 3 հրապարակած տվյալների հիման վրա ես կշարունակեմ այն ձեզ ներկայացնել։ Հետքը գրեց, որ Միլոն Mining ՍՊ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը ասել է, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է ԿՊ Աբովյանի համայնքի ավականու անդամ Նաիրի Հակոբյանը։ Միլոն Mining ՍՊ-ի իրավաբանը Լավրենտ Հարությունյանը պատմեց, որ Միլոն Reality-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո 2 տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի եղել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100,000 ԱՄՆ դոլարը։ Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով, եղել են դեպքեր, որ եկել է խնդրել է զեղչեր անենք, 1 քառակուսի մետրը 450,000 դրամի փոխարեն 430,000 դրամ հաշվենք, իսկ գնորդից վերցրել է 440,000 դրամ։ Այդպես յուրաքանչյուր քառակուսի մետրի մեջ 10,000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊ-ի բանկային հաշվին, պատմում է Լավրենտ Հարությունյանը։ Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող ենք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև այստեղ աշխատելը եւ այստեղ աշխատելուց հետո իր համար ամեն ինչ արվել է, ասում է իրավաբանը։ Մեր տեղեկություններով այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի ու Ավետ Կոնջորյանի հետ, նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա Հովակիմյանին ասել է, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։ Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի եւ Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրի հայրը Սամվել Հակոբյանը պատմում է, որ Ավետ Կոնջորյանը ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ հայհոյել ու սադրել Նաիրին։ Սրա մասին նաեւ հավաստող տեսանյութ տարածվեց երեկ։ Մեր ու որդուս տները դեմ դիմաց են, ես լսում եմ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ հայհոյում, մի քանի անգամ ես եմ դուրս եկել, ներողություն, որ որդուս թույլ չտամ կռիվանի։ Այս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, 4 թոռներս են տան եղել եւ եկել է էլի հայհոյել սպառնացել, պատմում է Սամվել Հակոբյանը։ Հիմա Նաիրի Հակոբյանը ձերբակալված է, սակայն
մեղադրանք առաջադրված չէ։ Ինչպես հայտնի է, Միլոն Մայնինգի կառուցման շենքերից մեկում բնակարաններ ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը եւ քույրը։ Դատալեքս տեղեկատվական հարթակի տվյալների համաձայն Միլոն Մայնինգը պահանջում է լուծարել բնակարանից ձեռքբերման իրավունքի պայմանագիրը եւ վճարել տույժ 926,000 դրամի չափով, քանի որ Արմինե եւ Օֆելիա Կոնջորյանները չեն կատարել պայմանագրով սահմանված վճարումները, այսինքն բնակարան են գնել, բայց ամսական վճարումներ չեն արել։ Հետաքրքիր գիտեք ինչ է, որ Ավետ Կոնջորյանը մինչև 2018 թվականը կրկին անցել է քրեական գործով, էլի խարդախության գործով, էլի բնակարանների վաճառքի գործով, մարդկանցից գումար է վերցրել, մի խոսքով մանրամասները ես բան չգիտեմ, բայց խարդախություն բնակարանների վաճառքի հետ կապված։ Եվ ինձ հիմա հարց է հետաքրքրում, այս Միլոն Մայնինգ ընկերության սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, որը Ավետ Կոնջորյանին նշանակել էր ընկերության տնօրեն, ինչ հույսով էր նշանակել, ակնհայտ է, չէ՞, ինչ հույսով, որ նա իշխանության ներկայացուցիչի եղբայրը եւ այդ հանգամանքը ինքը կօգտագործի շինարարության հետ կապված որոշ հարցեր լուծելու համար։ Ես չգիտեմ լուծել է այդ հարցը թե չէ, բայց մոտիվացիան պարզ է, չէ, որովհետեւ ցանկացած նորմալ մարդ, նորմալ գործարար Ավետ Կոնջորյանին այդ քրեական պատմությունից հետո նման աշխատանքի չէր նշանակի։ Չէր առաջարկի նման աշխատանք։ Հիմա երբ որ այդ մոտիվացիայով այդ մարդուն նշանակել եք, վերջը քաղաքացիներին գցելու հետ միասին ձեզ էլ է գցել, կարծում եմ սա միայն այսպես աստվածային արդարության վերադարձ է ձեզ, որովհետև եթե դուք ցանկացել եք օգտվել իշխանության ներկայացուցիչի եղբոր այդ կարգավիճակի հանգամանքից, այդ հանգամանքը եւ կարգավիճակը նաեւ վնասել է ձեզ։ Ուրեմն Armenpress-ը գրում է. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։ Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստան եւ Թուրքիան ձեռք են բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանն էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քլչը եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի-Կարս երկաթուղի եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման գործարկման համար։ Արդեն 2026 թվականի ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։ Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը, գրում է Armenpress եւ շարունակում, որ այդ գործընթացը Թուրքիայի հատվածում արդեն սկսել է։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը 5 օր առաջ հայտնեց, որ բացահայտվել է Արագածոտնի մարզի Մելիք գյուղում շուրջ 4 ամիս առաջ կատարված սպանությունը։ Ըստ ոստիկանության մարտին կենցաղային վիճաբանության ժամանակ 25 եւ 20 տարեկան եղբայրները գռտնակով սպանել են իրենց 56-ամյա մորը, ապա դին թաքցրել հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության հողաշերտի տակ։ Հուլիսի 22-ին կնոջ անհետացման մասին հաղորդումից հետո եղբայրները ձերբակալվել են, նրանցից մեկը խոստովանել է կատարվածը, դին հայտնաբերվել է նրանց մատնանշած վայրում։ Պարզվում է իրականությունը այլ է, կնոջը սպանել է կրտսեր որդին 25-ամյա Էրիկը ծխախոտ օգտագործելու հարցի շուրջ վիճել է մոր հետ, վերջինս ըստ տղայի թոնրի երկաթով հարվածել է իրեն, որից հետո նա էլ կրտնակի հարվածներով սպանել է մորը։ Պարզվում է նաև, որ ավագ որդին ընդհանրապես կապ չունի ողբերգական դեպքի հետ, ինչպես ներկայացրել էր ՆԳՆ-ն։ Նա գյուղում չի եղել, ավելին, տևական ժամանակ հեռացել է համայնքից։ Մեր տեղեկություններով դատարանը չի կալանավորել մորը սպանած Էրիկին, պատճառը հոգեկան առողջական վիճակն է, քննչական կոմիտեից հրապարակին փոխանցում են, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սպանություն, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից։ Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, այս մասին հայտարարել է
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը, նման պայմաններում ՀԱՊԿ-ի մեխանիզմը չէր կարող ակտիվացվել, նշել է նա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Մինչև ազգային ժողովի նախագահի ընտրությունը այդ ԱԺ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, ինչպես պահանջում է Սահմանադրությունն ու ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Առաջին նիստի ամենակարևոր կազմակերպչական հարցերից մեկը լինելու է հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը։ Հանձնաժողովը կընտրվի խմբակցությունների առաջարկով, պատգամավորների քվեարկությամբ, իսկ դրա կազմում ներկայացված կլինեն ինչպես իշխանության, այդպես էլ ընդդիմության խորհրդարանում խմբակցությունների համամասնությանը համապատասխան։ Հենց այս մարմինն էլ հետագայում կազմակերպելու եւ ամփոփելու է ազգային ժողովում անցկացվող գաղտնի եւ բաց քվեարկությունների արդյունքները։ Նրա լիազորությունները պահպանվում են խորհրդարանի ամբողջ գումարման ընթացքում։ Դրանից հետո պատգամավորները կանցնեն քաղաքական ամենակարևոր ընտրություններին, կընտրեն ազգային ժողովի նախագահին, ապա ազգային ժողովի փոխնախագահներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր պատգամավոր, քվեարկությունների արդյունքները կհաշվարկվի արդեն ընտրված հաշվիչ հանձնաժողովը։ Օգոստոսի 2-ի նիստում կընտրվեն նաև մշտական հանձնաժողովների նախագահները, հանձնաժողովների ղեկավար, պաշտոնների բաշխումն իրականացվում է խորհրդարանական ուժերի միջև դոնթի բանաձևով, ինչի արդյունքում յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարների ղեկավարումը ըստ մանդատների քանակի՝ ՔՊ-ն 9, Ուժեղ Հայաստանը 2, Հայաստանը 1 հանձնաժողովի նախագահ։ Մինչև անցնենք պոլիտիկայի մի հոդվածին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, ձեզ եմ ներկայացնում պոլիտիկայի մի մեկ հոդված, որը վերաբերում է Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցին։ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի առաջին հեռախոսազրույցը վերջինիս վերընտրվելուց հետո ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Արդեն իսկ ուշագրավ է, որ զրույցը տեղի ունեցավ հայկական կողմի նախաձեռնությամբ, սակայն առավել խոսուն էր մեկ այլ հանգամանք։ Ռուսաստանի նախագահը նույնիսկ չշնորհավորեց Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ։ Դիվանագիտական հարաբերություններում նման լռությունները հաճախ ավելի խոսուն են, քան ամենաերկար հայտարարությունները։ Սա թերևս կարելի է դիտարկել որպես Պուտինի հերթական քաղաքական ապտակը Փաշինյանին։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ։ Դեռևս շաբաթներ առաջ Ռուսաստանի նախագահը չգտավ ժամանակ Եկատերինբուրգ մեկնած Փաշինյանի հետ հանդիպում անցկացնելու համար։ Այժմ էլ առաջին հեռախոսազրույցը վերընտրվելուց հետո տեղի է ունենում հենց հայկական կողմի նախաձեռնությամբ, սակայն նույնիսկ այդ դեպքում Պուտինը հարկ չի համարում շնորհավորել նրան։ Իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ անտեսվում է Երևանի համար առաջնային ներկայացված տնտեսական թեման, ամբողջ ուշադրությունը տեղափոխելով մեկ այլ հարցի վրա։ Էլ ավելի ուշագրավ են երկու կողմերի հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները։ Երևանի տարբերակում հիմնական շեշտը դրված է տնտեսական խնդիրների վրա։ Փաշինյանը դժգոհում է հայկական ապրանքների ռուսական շուկա արտահանման սահմանափակումներից, հայտարարում, որ դրանք հակասում են երկկողմ պայմանագրերին եւ ԵԱՏՄ կանոններին ու խնդրում է միջոցներ ձեռնարկել։ Սակայն Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում այդ ամենի մասին բառ անգամ չկա։ Կարծես այդ թեման ընդհանրապես արժանի չի համարվել հիշատակման։ Փոխարենը ռուսական կողմը կարևորել է միայն մեկ հարց՝ Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, Եվրամիությանը անդամակցելու, թե Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։ Հատկանշական է նաև, որ հայկական կողմը փորձելու է մեղմել այդ շեշտադրումը, հայտարարելով, թե հանրաքվեն գործնականում հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես
դիմի Եվրամիությանը անդամակցելու համար եւ հարցը դառնա առարկայական, սակայն Մոսկվան այդպիսի վերապահում չի անում։ Ընդհակառակը, իր պաշտոնական հաղորդագրությունում ցույց է տալիս, որ հենց այդ հարցն է համարում հեռախոսազրույցի առանցքային քաղաքական թեման։ Ստացվում է, որ Երևանն ու Մոսկվան նույն զրույցից հետո հանրությանը ներկայացնում են գրեթե տարբեր օրակարգեր։ Դիվանագիտության մեջ ոչ միայն ասված խոսքերն են կարևոր, այլև այն, թե ինչպես է ընդգծվում, ինչն է շրջանցվում։ Երբ մի երկրի ղեկավարը ստիպված ինքն է նախաձեռնում հեռախոսազրույցը, չի ստանում նույնիսկ արարողակարգային շնորհավորանք, իր բարձրացրած տնտեսական խնդիրները չեն արժանանում նույնիսկ պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակման, իսկ փոխարենը հրապարակային օրակարգ է դառնում Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցը, ընդ որում որը Պուտինն է բարձրացրել։ Դժվար է գնահատել որպես հավասար գործընկերային հարաբերությունների դրսևորում։ Այս հեռախոսազրույցից հետո ամենակարևոր հարցը մնում է անպատասխան։ Եթե Հայաստանի համար առաջնային խնդիրը տնտեսական ճգնաժամն ու ռուսական շուկայում առաջացած արգելքներն էին, ապա ինչու Կրեմլը նույնիսկ հարկ չհամարեց դրանք ներառել իր պաշտոնական հաղորդագրության մեջ։ Փոխարենը Մոսկվան ընտրեց բոլորովին այլ ուղերձ, իսկ դիվանագիտության մեջ, ինչպես հայտնի է, պաշտոնական հաղորդագրություններում պատահական բառեր չեն լինում, առավել ևս պատահական լռություններ։ Գիտեք, այդ հաղորդագրությունից Մոսկվայի տարածած ինչ կարելի է եզրակացնել։ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են եւ Մոսկվայի համար կա միայն մեկ օրակարգ, այն է Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե, այն էլ շուտափույթ կերպով, այս հաղորդագրության մեջ օգտագործված ձևակերպումներ են, որպեսզի Ռուսաստանը հասկանա, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում եւ փակում է Եվրամիություն գնալու թեման, թե գնում է Եվրամիություն, հետեւաբար փակում է ԵԱՏՄ-ի թեման եւ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից։ Գիտեք, սա հատկապես էպիկ է այն տեսանկյունից, որ այս խոսակցությունը եւ այս քննարկումները տեղի են ունենում մի քաղաքական առաջնորդի հետ, որը իր մեծ քաղաքական կարիերան սկսել է հենց այդ օրակարգով, այն է Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է։ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ իր առաջնորդությամբ ելք դաշինքը անցկացրեցին խորհրդարան, իր առաջին եւ գլխավոր օրակարգը սա էր. Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Նախաձեռնություն, նախագիծ ներկայացվեց, իհարկե դա չանցավ այդ պահին, եւ հիմա մարդ, որը իր աշխարհաքաղաքական հիմնական ուղղությունը համարում էր ԵԱՏՄ-ից դուրս գալը, պայքարում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա։ Իրականում Նիկոլ Փաշինյանը չի պայքարում ԵԱՏՄ-ից դուրս չգալու համար։ Փաշինյանը լավ է հասկանում այն տնտեսական խնդիրները, որոնք կառաջանան ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո։ Փաշինյանը նաև լավ հասկանում է եւ այդ ուղերձները ստացել է Եվրամիությունից, որ Եվրամիությունը չի պատրաստվում եւ չունի էլ նման հնարավորություն պահելու Հայաստանին ֆինանսապես, այսինքն ուղղակի Հայաստանին փող տալ չեն կարող, Եվրամիություն անդամագրել այս բան չեն կարող, ընդհանրապես Եվրամիություն ամենայն հավանականությամբ, եթե նման հնարավորություն անգամ լինի, դա կլինի միայն այս կովկասյան, հարավկովկասյան 3 պետությունների համար, ոչ մեկի համար առանձին նման բան չի լինի, եթե լիներ, ապա Վրաստանը պետք է որ վաղուց Եվրամիության անդամ լիներ։ Այս ամեն ինչը Փաշինյանը լավ գիտի։ Փաշինյանին հիմա ինչ է պետք, որպես կառավարություն, շարունակել տզրուկի պես խմել տնտեսական հնարավորությունները Ռուսաստանի, բայց միևնույն ժամանակ անդադ քացով տալ Ռուսաստանի դեմքին։ Ռուսաստանն էլ ասում է, լավ, մենք հասկանում ենք, գնում ես Եվրամիություն, խնդրեմ, դուրս արի ԵԱՏՄ-ից։ Որովհետև եթե Հայաստանը Ռուսաստանի համար քաղաքական հենարան չի մնալու տարածաշրջանում, ապա տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում իրենց, անկեղծ իրականությունն այդպիսին է։ Որովհետև եթե Հայաստանը դադարում է Ռուսաստանի համար լինել դաշնակից ու քաղաքական հենարան տարածաշրջանում, այն ինչ որ Հայաստանը տնտեսապես կարող է առաջարկել եւ առաջարկում է Ռուսաստանին, Ռուսաստանը շատ ավելի հարմար գներով կարող է ձեռք բերել ունենալ այլ պետություններից, մասնավորապես եթե գյուղատնտեսական ապրանքների մասին ենք խոսում, ապա Թուրքիան շատ ավելի էժան գնով այդ ապրանքները կարող է առաջարկել։ Նույնը Ադրբեջանը, միջինասիական երկրները, ասենք Ուզբեկստանը, նույն ծիրանը, չգիտեմ, լոլիկը, մնացած արտադրանքը շատ ավելի էժան գնով կարող է առաջարկել Ռուսաստանի Դաշնությանը։ Ուրիշ տնտեսական ինչ առաջարկ ունի։ Ռուսաստանը օրինակ Հայաստանի մասով կարող էր առաջարկ ստանալ այդ
Միջին Միջանցքի մասի վերահսկողությունը, որը պատերազմից հետո Արցախի պահպանման դիմաց դրվելու է Ռուսաստանի վերահսկողության տակ, այդ նոյեմբերի 9-րդ կետի կատարումը, այդ էլ տվեց ամերիկացիներին Նիկոլ Փաշինյան, այսինքն ռուսները որևէ հետաքրքրություն չունեն, եթե չկա քաղաքական հետաքրքրություն, տնտեսական հետաքրքրություն Հայաստանի մասով չկա, որովհետև այդ իմաստով արդեն միակ հետաքրքրությունը Հայաստանինն է շարունակել գոյատևել ռուսական տնտեսության հաշվին, բայց քաղաքական հենարան չլինել այդ պետության համար։ Դրա համար Ռուսաստանը շատ հանգիստ է այս իմաստով, չնայած ես ասեմ, որ կանխատեսելի է նման հանրաքվեի արդյունքը, որովհետև Ռուսաստանը գոնե հանրաքվեներ կազմակերպել է, Պուտինը շատ լավ գիտի, ինչպես կարելի է որևէ հանրաքվեի արդյունք ստանալ։ Բայց ռուսների համար շատ կարևոր է կարծում եմ այդ վերջնագիծը գծվի, հա, ի վերջո Հայաստանը ուր է գնում, որ խաղեր չլինեն, այսինքն իրենք վստահություն ունենան։ Եթե գնում են Եվրոպա, թող գնան Եվրոպա, իրենց մտածմունքը սա է։ Բայց իրենք վստահաբար կիմանան, որ Հայաստան որպես գործընկեր ու հենարան այլևս չունեն։ Եվ նոր ինչ որ հենարաններ կմտածեն, չգիտեմ, նոր քաղաքականություն կմշակեն։ Բայց ունենալ միևնույն ժամանակ չունենալ քաղաքական հենարան, դա абսուրդ է։ Թղթերի վրա ունենալ, բայց իրականության մեջ չունենալ, դա խնդիրներ է ստեղծում, այսինքն հնարավոր չի դու քաղաքականություն կազմակերպել եւ լու թղթերով մի իրավիճակ ունես, իրականության մեջ իրավիճակն այլ է։ Եվ այստեղ Փաշինյանը ավելի շատ մտահոգվելու բան ունի։ Այո, ինքն էլ գիտի հանրաքվեի հավանական ավարտը, որովհետև իրենք հակառուսականությունը այնպիսի պիկի վրա են հասցրել, որ ամենայն հավանականությամբ այդ հանրաքվեում, չգիտեմ, եթե իրենք հակառակ ուղղությամբ չաշխատեն, այդ հանրաքվեում եվրոպական օրակարգը կհաղթի, բայց միևնույն ժամանակ Փաշինյանը կանգնելու է արդեն կոտրած տաշտակի առաջ, կորցնելու է ԵԱՏՄ-ի շուկան, կորցնելու է Ռուսաստանից եկող փողերը, Եվրամիությունից փող չի ստանալու։ Երեք լսում է հանրային հեռուստատեսության մի ռեպորտաժ կար, որտեղ իշխանական փորձագետը գնահատում էր Հայաստան-Ռուսաստան գազային պայմանագիրը, որը այդքան քննադատվել է 2013-ից սկսած։ Հիմա էլ իրենք շարունակում են քննադատել, ասում ինքնիշխանության նվազում է եղել, չգիտեմ, բալանսավորման հնարավորություն չի եղել, բայց գիտեք ինչ չեն մոռանում, ասում են, լավ է որ ասում են եւ այդ թիվը հետաքրքիր թիվ է։ Ուրեմն 13 թվականից մինչև այսօր միայն այդ գազային պայմանագրի շնորհիվ Հայաստանը գրեթե 6 միլիարդ դոլարի օգուտ է ստացել։ Այսինքն 6 միլիարդ դոլար, որ ինքը Հայաստանի շուկայից պետք է հաներ, չի հանել, դա մնացել է Հայաստանը այլ բաների վրա է ծախսել։ Ժողովուրդը, մարդիկ, քաղաքացիները, գործարարները, պետությունը։ Այսինքն 13 տարվա ընթացքում 6 միլիարդ դոլար, այսինքն տարեկան 500 միլիոն դոլարից ավել գումար է անում։ Եվ այս ամեն ինչը հնարավոր է եղել այդ գազային պայմանագրի, միայն մեկ գազային պայմանագրի շնորհիվ 6 միլիարդ դոլար տնտեսվել է։ Մնացած բաները չեմ ասում։ Իհարկե, Դանիել Իոնիսյանները մնացածները ձեզ համոզելու են, որ դուք հեռախոսը 20% ավելի էժան կգնեք, եթե ԵԱՏՄ-ում չլնեք, բայց ինչպես երեք արդարացիորեն մեր եթերում ասաց Հայկ Նահապետյան, դեռ մենք չգիտենք մարդկանց, ովքեր կարող են հեռախոս եւ հեռուստացույց ուտելով ապրել։ Բայց առանց գազի հնարավոր չի անգամ կերակուր պատրաստել կամ անցնելու ենք հին նախնադարին, ասենք աթար ենք վառելու, իհարկե դրանք աթար չեն վառ իրենք իրենց գլխի ճարակ տեսնեն, բայց ժողովուրդը կանցնի այդ դժվարություններին։ Պետք է Հայաստան, ժողովուրդը թող որոշի։ Ի վերջո բոլոր խաղաքարտերը բաց են, քաղաքական էլիտան աշխատելու տեղը ունի։ Լավ մնացեք, կհանդիպենք վաղ։